Էսի կերտն է։ Ամառը հոտը սպանում է խոլերայի բունը։ Սարսափելի ու հակահիգենիկ տեսարան է բացվում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի փողոցի 66-68 բազմաբնակարան շենքերի նկուղների դռներից այն կողմ։ Ես 13-րդ հարկում եմ ապրում, կարող եք բարձրանալ տեսնել, ինչ խայտարակ վիճակ է, մանավանդ առավոտյան, թե հիմա մի քիչ էլի ինչ-որտեղ թեթև է հոտը։ Արդեն 4-5 տարի է կոյուղաջրերի հեռացման համակարգն այս հասցեներում չի գործում։ Կոյուղատար խողովակներից կեղտն ու կեղտաջրերը լցվում են շենքի նկուղային հարկ, ինչի հետևանքով գարշահոտ է տարածվել։ Հիմա դեռ գարուն է, ասում են բնակիչները, ամռանը շենքին մոտենալ չի լինում, բայց ստիպված ապրում են այս պայմաններում։ Ամբողջ խնդիրը դրա մեջ է, չէ ոչինչ, հոտնել ես միջը, բայց պատմություն է։ Ուրասես դիմել են, բայց ցավոք ոչ մի կառույց իրեն խնդրի պատասխանատու չի համարում։ Համատիրությունից ասում են Վիոլիա ջուր ընկերությունն է իրավասու, Վիոլիայից էլ բնակիչներին ուղղորդում են համատիրություն։ Կանչում ենք լյուաջրից գալիս են, քաշում են կանալիզացիան յանը մաքրում են, բայց էլի երկրոպե հետո նույն վիճակը տան մեջ է։ Այն առաջի հարգի ապրողները ջրերը կտրում են, ասում են մեր տներն է լցվում։ Ստիպված մենք էլ ձեն չենք անում։ Ամառվա շոկին մենք 4-5 օրով ջուր չենք ունեցել։ Բայց ինչի համար են փող տալիս բանին, ժեկին։ Թող բերեն փոխեն։ Առաջինը մեղադրում եմ շենքի բնակիչներին, որ հիմա համատիրությանը փող են վճարում, անիմաստ տեղը, որ այս վիճակը մենք ունենք։ Մենք հրավիրել ենք համատիրությունը քանի անգամ, եկել են նայել են, փորձել են վերանորոգել, հետո մեր օգնից վերա։ Հետո դիմել ենք Վիոլիա ջուրը նույնպես, դա ձեր մեր պարտականությունների մեջ չի մտնում։ Դաժե թաղապետարան ես համարել ունեմ, կարող եմ ցույց տալ, քանի անգամ զանգարել եմ, նույն ձևի, նույն պատասխանն է։ Բնակիչներն այնքան են դիմել այս ու այն կողմ, որ հոգնել են։ Համատիրությունից, Վիոլիա ջուր ընկերությունից դժգոհ, որպես վերջին հույս Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի A3 թաղամասի բնակիչները դիմել են Արմալուրի օգնությանը։ 40 քանի տարվա շենքա չուգունի տրվում է, սա խդել է։ Զուգադիպություն թե նախախնամություն կոչենք, բայց մեր նկարահանման պահին Վիոլիա ջուր ընկերության աշխատակիցները եկել եւ մաքրում են դիտահորը, որն ի դեպ գտնվում է շենքերի անմիջապես հարևանությամբ Երևանի թիվ 179 հիմնական դպրոցի տարածքում։ Դպրոցի այս հատվածը չոր լիճ է հիշեցնում կոյուղաջրերի անդադար հոսքից, այստեղ տիղմի հաստ շերտ է առաջացել։ Վիոլիա ջուր ընկերության ինժեներ Արման Ստեփանյանը խնդիրը ոչ թե վնասված խողովակների, այլև բնակիչների անբարեխղճության մեջ է փնտրում։ Խնդիրը կայանում է բնակիչների անբարեխիղճ օգտագործման պատճառով հիմնականը, խցանումների հիմնական պատճառը դա է։ Մեծ քանակությամբ ամեն անգամ մաքրելուց հանում ենք կտորե եւ այլ առարկաներ տարբեր տեսակի, սկսած մեր հացանձեռոցիկներից հայտնի մեծ տերապկե կտորներ, աղբ, ինչ ասես հանում են։ Շատ շուտ մենք արձագանքում ենք եւ խնդիր է լինում, ընդամենը եթե ոչ այդ օրը, ապա հաջորդ օրը կարողանում ենք գալ եւ մաքրել մեր գործը։ Կես դար եւ ավելի գործող կոյուղատար համակարգն էլ ըստ Վիոլիա ջուր ընկերության ներկայացուցչի գտնվում է լավ վիճակում։ Կոյուղին ինչքան էլ որ հին է, բայց աշխատանքային վիճակում է գտնվում, վթարված, ջարդված, այդպես վնասված տեղեր չունի, ուղղակի զուտ մեծ առարկաներ գցելու նպատակով է այդպես առաջանում խցանումներ։ Այս վերջի տարիներին խնդիրները շատացել են, որովհետև դպրոցը կառուցվել է ցածրադիր մասում, իսկ շենքերը գտնվում են բարձրադիր մասում։ Բարձրահարկ շենքերից այդ կոյուղի միջոցով գալիս է ամբողջ այդ, չգիտեմ, ինչեր կարելի է հանել այդ խողովակներից, տիղմը, ամեն ինչը, եւ հետ է գալիս լցվում այն մեր խողովակների մեջ, որը դպրոցի գծին է միացված։ Երբ որ լցվում են, էլի կանչում ենք իհարկե գալիս են, բայց միևնույն է գարշահոտությունը տարածում է շրջապատում, նույնիսկ աշակերտների ոտքերի տակ էլ հաճելի չի այդպես որ քայլեն այդ կեղտաջրերի միջով։ Գրեթե 3 օրը մեկ կամ լավագույն դեպքում մեկ շաբաթը մեկ Վիոլիա ջուր ընկերության աշխատակիցները գալիս եւ մաքրում են դիտահորը, ասում են բնակիչները, իսկ նկուղներում հոսող կեղտաջրերն էլ վերջին մի քանի տարվա ընթացքում 1-2 անգամ համատիրությունից են մաքրել։ Բայց դա էլ հարցի լուծում չէ, պետք է ամբողջ համակարգը փոխարինել նորով, եթե այսպես շարունակվի շենքը կհայտնվի վթարային վիճակում։ Փողը մենք կհավաքենք, էսը իրանք կօգնեն, ինչ կանեն, էդի մեզի հետաքրքիր չի։
Մենակ բերենք ամբողջ կանալիզացիա փոխեն, պրծնենք մենք այս բանից։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմ, համատիրություն, Վիոլիա ջուր ընկերություն, թե Երևանի քաղաքապետարան։ Վերջապես ովքեր են պատասխանատու այս խնդրի համար։ Կապ հաստատեցինք Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության ներկայացուցիչ Օֆելիա Սիմոնյանի հետ, ով մեզ վստահեցրեց կոյուղատար համակարգի սպասարկումը Վիոլիա ջուր ընկերությանն է։ Վիոլիան պետության հետ ունի կնքած պայմանագիր, ըստ որի պատասխանատու է սպասարկման, ինչպես նաև վթարային իրավիճակներում արագ արձագանքելու համար։ Թե երբ ի վերջո Վիոլիան լուծում կտա այս հավերժական խնդրին, դեռ անհայտ է։ Հասմիկ Ֆահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։